Ուզում եմ սիրելիներ բացենք Ղուկաս ավետարան 13-րդ գլուխ 22-րդ խոսքը։ Ես ասեմ ինչ եմ ես այսօրվա թեմային վերնագիր դրել 13-րդ գլուխ 22-րդ խոսքը։ Մի հատ էլ կրկնեմ, չեք 13-րդ գլուխ 22-րդ խոսքը։ Ղուկաս ավետարան։ Հիմա թանկագիններս ինչ են վերնագրեն նեղ դուրը։ Նեղ դուրը։ Այսօրվա մեր թեման սիրելիներ վերնագրված է այսպես նեղ դուրը։ Եվ ուզում եմ 22-րդ խոսքից կարդալ։ Եկեք միասին կարդանք։ Հիսուսը քաղաքները եւ գյուղերը պտտելով սովորեցնում էր։ Այսինքն տեսեք Հիսուսն ասում է նմանվեք ինձ, չէ՞։ Ուրեմն նշանակում է մենք էլ քաղաքներն ու գյուղերը պտտելով պետք է սովորեցնենք։ Երբ դեպի Երուսաղեմ ճամփա ելավ, մեկը ասավ նրան, ինչ որ մեկը հարց է տալում Հիսուսին։ Ու այս հարցը հետաքրքիր է Հիսուսին շատ են տալում։ Եվ ասավ նրան. Տեր, քչվոր են նրանք, որ պիտի փրկվեն։ Գիտեք հարցը ինչն է, ժողովուրդ ջան, այսինքն ասում է քչվոր են նրանք, որ պետք է փրկվեն։ Այսինքն ովքեր որ Տիրոջը հետևում են, արդյոք կմտնեն երկինք, փրկություն կունենան թե չէ։ Հետաքրքիր հարց է, չէ՞։ Օրինակ ձեր մոտ այդ հարցը չկա, մենք կփրկվենք թե չենք փրկվի։ Կա, չէ՞։ Տեսեք, այս մարդը հարց է տալում Հիսուսին, ասում է. Տեր, քչերը կփրկվեն, թե շատերը կփրկվեն։ Իսկ Հիսուսը մի շատ հետաքրքիր պատասխան է տալիս։ Ասեմ թանկագիններս, ես ուզում եմ, որպեսզի ձեր փրկությունը ամրացնեմ այսօր։ Փրկությունից ենք խոսալու մենք, որպեսզի դուք զգույշ լինեք։ Գիտեք, կան ուսմունքներ, որ դա ասում է, եթե դու Քրիստոսին ընդունեցիր քեզ Տեր ու Փրկիչ մի անգամ, դու էլ ինչ ձև ապրես, ինչ մեղքով որ ապրես, դու երբեք չես կորցնի քո փրկությունը, դու երկինք ես մտնելու։ Սա իհարկե բացարձակ սուտ է։ Հիմա թանկագիններս ինչ ասते պատասխանում Հիսուսը։ Նա էլ ասավ նրան. Ջանք արեք, որ նեղ դռնով մտնեք։ Հիմա հարց եմ ես ուզում տալ բոլորիդ։ Որն է նեղ դուռը։ Հավատարի մնանք դժվարությունների մեջ Հիսուսին։ Էլ ասա մելանք։ Այդ նույնն է։ Ինչ դժվարություններ կա հաղթահարես, բայց հավատարիմ մնաս Տիրոջը։ Էլ ինչ է նշանակում նեղ դուռ։ Գիտեք, թանկագիններս, եթե մենք նեղ դռնով չմտանք, լայն դռնով մտանք, մի հատ տեղ կա Աստվածաշնչում ասում է, ով որ նեղ դռնով մտնի, հետո հավիտենական կյանք կմտնի։ Ով որ լայն դռնով մտնի, հետո կորուստ կգնա։ Հիմա էլ ինչն է նեղ դուռը։ Թանկագիններս։ Հաճան։ Կարա զսվես մարմինդ աշխարհի ցանկություններին չտրվես, ամեն։ Թանկագիններս, նայեք ինչ մի սթափեցնող խոսք ասում Հիսուսը։ Ասում նա ասավ, ջանք արեք, որ նեղ դռնից մտնեք, քանզի ասում եմ ձեզ, շատերը մտնել պիտի ուզեն ու պիտի չկարողանա։ Գիտեք ու խոսքը ումն է վերաբերվում։ Հավատացյալներին։ Շատերը, չի ասում քչերը, ասում է շատերը մտնել պիտի ուզեն նեղ դռնով, բայց պիտի չկարողանան։ Որն է նեղ դուռը թանկագիններս։
Նեղդուր առաջինը սիրելներ, ինքնուրացումն է։ Երբ որ դու ուրանաս քո անձը։ Երկրորդը, նեղդուրը, որ դու պայքարում ես մեղքի դեմ։ Երրորդը, որ Աստծուն հնազանդվում ես, երբ որ դա դժվար է։ Չորրորդը, ոչ թե ապրում ես, որպեսզի մարդիկ քեզի հավանեն, այլ դու ապրում ես, որպեսզի Աստված քեզի հավանի։ Այսինքն երբեք ու երբեք չես ապրում, որ մարդիկ քեզի գնահատական տան։ Խոսքը չի վերաբերվում աշխարհի մարդկանց, խոսքը վերաբերվում է եկեղեցուն։ Դու չես ապրում, որպեսզի քո կողքինները քեզի գովան։ Դու ապրում ես, որպեսզի Աստված քեզի գովա։ Ամեն թանկագիններ։ Հիմա ուզում եմ մանրանանք։ Այսօր նայելու են, գիտեք ինչ, ջանք արեք, որ նեղ դռնով ներս մտնեք։ Ես չեմ ուզի, որ դու այն մարդը լինես, որ ուզենաս մտնես, բայց չկարանաս մտնես։ Վերջին պարզվի, որ դու այտենց էլ չմտար նեղ դռնով։ Շատերը հիմա ինչ են ուզում են աշխարհին նմանվեն, չէ, ուզում են ավելի հեշտ կյանք, շատերը ուզում են ավելի, չգիտեմ, հարուստ կյանք, շատերը ուզում են ավելի հարմարավետ կյանք։ Աշխարհը այս հարցում արդեն հարմարավետությունը դարձել կուրք, հարմարավետության համար իրենց կյանքը դնում են, ընդ ավելի ույուտ եւ այլ եւ այլ։ Հիմա տեսեք թանկագիններս, ինչա ասում, առաջինը ինքնուրացում, եթե դու քո անձը չես ուրանում, դու նեղ դռնով մտնողը չես։ Եկեք բացենք Ղուկաս 9:23 խոսքը։ Մեր երկու թերթ։ Թանկագիններս ասեմ, չափազանց կարևոր թեմա է։ Ուզում եմ, որպեսզի դու պայքարես եւ հաղթես։ Այստեղ եք։ Ուզում եմ սիրելիս, որպեսզի դու պայքարես եւ հաղթես եւ բռնես քո փրկությունը։ Հիմա Ղուկաս 9:23 Տեսեք ինչ ասում։ Եթե մեկը եւ ամենքին ասում է, եթե մեկը ուզում է իմ հետևիցս գալ, կաստ է մարդ, որ ուզում է Հիսուսի հետևից էթա, կաստ է։ Բոլորս ուզում ենք Հիսուսի հետևից էթանք, բոլորս ուզում ենք։ Հիմա թանկագիններս, տեսեք ինչ ասում։ Եթե մեկը ուզում է Հիսուս Քրիստոսի հետևից գնալ, ասում է թող իր անձը ուրանա։ Ինչ է նշանակում թանկագիններս անձը ուրանալ։ Անձը ուրանալ չի նշանակում մարդը կորցնի իր անհատականությունը կամ արժեքը։ Խոսքը վերաբերվում է հին սիրահարված բնավորությանը, քո հինը դու ամբողջովին պետք է ուրանաս։ Թանկագինս ուրանալ գիտեք ինչ է նշանակում, ոչ թե դու կատարում ես քո մարմնի ցանկությունը, այլ դու կատարում ես Տիրոջ ցանկությունը։ Սա գիտեք ինչ է նշանակում, բացարձակապես ապրել Քրիստոսի համար։ Ապրել Քրիստոսի համար գիտեք ինչ է նշանակում, ծառայել դիմացինին ու քո անձդ ուրանաս։ Մի բան ասեմ, ես արդեն Այսա շուտով կունենամ 2 ուսանող։ Իմ երկրորդ տղեն գալու է բանակից։ Ու գիտեք ինչա ստացվում իմ մոտ, արդեն իմ մասին ես մոռանում եմ։ Ոչ իմ ուտելու մասին է միտքս գալու, ոչ հագնելու մասին, մենակ աշխատել, իրանց հասնել իրանց նպատակին։ Էսի նշանակում է անձը ուրանալ։ Եթե դու քո անձը չմեռնի, պտուղ չի բերի, թանկագինս։ Եթե դու չես կարում քո հանգիստը զոհաբերես, քո գեղեցիկ հագնվելը զոհաբերես եւ քո լավ ուտելը զոհաբերես հանուն քո ընտանիքի, դու քո կյանքը ո՞ց պետք է դնես եկեղեցու համար։ Չես կարա։
Այսա նշանակում է ուրանալ։ Ուրանալ նշանակում է քո համար միևնույն է, ինչ կհագնես, ինչ կուտես։ Հասկանում եք թանկագիններս։ Ուրանալ Տիրոջ արքայության համար թանկագինս դու պետք է մոռանաս ինչ ես ուտելու, ինչ ես հագնելու։ Տերը ինչ որ տա կուտես, ինչ որ չտա էլ վերմիշ կուտես։ Լսեք, սա նշանակում է ուրանալ։ Ուրանալ նշանակում է էական չէ, կարող է, չգիտեմ, 5 տարվա քո շորերը հագնես։ Հետաքրքիր մի հատ բան եմ ուզում ասեմ, թանկագիններս։ Տերը ուզում է քեզի գոհանալ սովորեցնի։ Այդ ո՞նց պետք է դու սովորես գոհանալ։ Մի հատ հետաքրքիր հարց եմ ուզում տամ։ Աստված կարա քեզի օրտնա, օրինակ մի օրվա մեջ $1 միլիոն։ Կարա։ Բայց գիտեք ինչի համար չորտնի, որովհետև դու չես սովորի գոհանալ։ Որ գիտես, ասես մի բան ասեմ, դու ուզում ես աղոթես ու ստանաս, չէ՞։ Բա համբերության հարց է։ Համբերության հարց է, չէ՞ որ Աստված, տեսեք Աբրահամը 25 տարի աղոթեց երեխու համար ու չունեցավ։ Բայց գիտեք ինքը համբերում էր։ 5 տարի աղոթում էր, բացարձակ պատասխան չկար։ Տեր, կարողանձի չես լսում։ Բայց ինքը համբերում էր։ Երբ որ դու աղոթում ես միտք կա գալու, որ Տերը չի լսում, ըստ գիտես համբերություն է քո մեջ ձևավորում Տերը։ Երբ որ դու օրինակ չգիտեմ, կարիք ունես ամսական 500,000 դրամի, բայց 200,000 դրամ է քո ամսական եկամուտը, գիտեք Աստված ինչ է ուզում, որ դու սրտից ասես փառքես դեր այդ 200,000 դրամի համար։ Աստված ուզում է, որպեսզի դու սովորես գոհանալ, եւ հետո ինքը շատը կտա։ Ամեն թանկագինես, երբեք ու երբեք սիրելիս Տիրոջ առաջ չտրտնջաս։ Աստված սովորեցնում է մեզի յուրաքանչյուրիս ուրանալ մեր անձերը։ Գիտեք դա ինչ է նշանակում, դու իջնում ես 0-ի վրա։ Հենց դու խոնարհվար իջար 0-ի վրա, սիրելիս, դու մտնում ես նեղ դռնով։ Սա է նեղ դուռը թանկագինես։ Առաջինը ինքնուրացումն է։ Ուզում եմ բացենք Գաղատացիս 2-րդ 20-րդ խոսքը։ Երկուսի 20-ը։ Հետաքրքիր արտահայտություն է Ստե Պողոս առաքյալն անում։ Ասում է Քրիստոսի հետ խաչը ելա։ Այսինքն մահացա։ Գիտեք խաչը լինել ինչ է նշանակում, որ քո բացարձակ հին էությունը մահանում է։ Քրիստոսի հետ խաչը ելա։ Եվ շարունակության մեջ, գիտեք խաչը ելնող մարդը մահանում է։ Ամեն, խաչը ելնող մարդը մահանում է, թանկագինես։ Ասում է, «Էլ կենդանի եմ ոչ թե ես, ապա Քրիստոս կենդանի է իմ մեջ»։ Ահա թե Աստված ինչ է ուզում, որպեսզի մենք մեր սրտերում ինչ է ուզում, որպեսզի ձևավորվի, որ դու չլինես, այլ Քրիստոս լինի քո մեջ, որ մարդիկ քեզի տենան ու ասեն, ահա ինքը Քրիստոս իր մեջ է։ Սա է ճշմարիտ քրիստոնեությունը, թանկագինես։ Գիտես, մարդիկ քո հետ շփվելուց, քո ընկերները քո հետ շփվելուց պետքա քեզի չտենան, պետքա Քրիստոսին տենան, պետքա քո հին էությունը, չարությունը ընդհանրապես չերևա, մեռած լինի։ Գիտեք, թանկագինես, ասեմ ես ձեզ հետաքրքիր մի բան, երբ որ քո կյանքում ամեն ինչ հարթ է, քո չարությունը չի երևա։ Ուզում ես երևաս դու ով ես։ Հա? Աստված թույլ է տալու, որպեսզի քեզի նեղացնե։ Տրորեն քեզի։ Այն ժամանակ դու կճանաչես, թե դու ով ես։ Դու քեզի կճանաչես։
Գիտեք, երբ է երևում, որ քո մեջ Քրիստոս է բնակվում, երբ որ քո ոտքը տրորում են, երբ որ քո կյանքում քամիներ է, փոթորիկներ է, խնդիրներ է, դու ասում ես, «Օ, ես Հիսուսի նման եմ»։ Հա? Հաստատ։ Թանկագինս մի բան ասեմ, երբ որ Աստված թույլ է տալու, որպեսզի ճնշումներ գա քո կյանքի վրա, որպեսզի դու անցնես տառապանքի միջով, դժվարությունների չարչարանքի միջով, դժվարությունների ժամանակ ես դու ձևավորվում որպես քրիստոնյա, որպես Քրիստոսի կերպարանքը ունեցող մարդ, որպես մի ազնվորություն, որի մեջ բնակվում է Քրիստոս։ Դժվարությունների ժամանակ, ասում ենք, հիլանք հավատացյալ կյանքներս դժվարացավ, Աստված է թույլ տվել։ Ինչի համար? Որպեսզի քեզի մարդ դարձնի, իր կերպարանքով մարդ։ Ամեն թանկագիններս։ Սա է նեղդուրը։ Ասում է շատերը պետք է ուզենան ու պետք է չկարողանան մտնել այդ նեղդռնով։ Հիմա մենք այդ ընթացքի մեջ ենք, թանկագիններս։ Մենք այդ ընթացքի մեջ ենք։ Թանկագիններս, եթե դու վախենում ես դժվարությունից, դու չունես Քրիստոսի կերպարանքը։ Իրական քրիստոնեությունը գիտեք որն է, երբ որ քո հինը մեռնում է եւ Քրիստոսն է բնակվում քո մեջ։ Բացարձակ քո հունից ոչ մի բան չի մնում։ Մարդիկ քեզի ճանաչել են, որ դու եղել ես չար, կռվարար, հայոյող, անեսքաբերան, ատող, դատող, անիծող։ Բայց երբ որ դու դառնում ես քրիստոնյա ու քեզի հանդիպում են ու տենում են, դու ընդհանրապես հնից ոչ մի բան չի մնացել, երկրագնդի վրայի ամենամեծ հրաշքը սա է, թանկագինս։ Երբ որ մարդիկ փորձում են քեզ, ասում են, մենք պետք է դու նեղացնենք, դրանք էդի ձևը բռնել։ Երբ որ իրանք քեզի փորձում են, Աստված թույլ է տալու, որ քեզի փորձեն, Աստված թույլ է տալու, որպեսզի նեղացնեն, չարչարեն, որպեսզի դու տառապանքի միջով անցնես, որպեսզի երևա քո իրական պատկերը։ Որտեղ այսօր մարդիկ շատ են քողարկվում։ Դրա համար թանկագիններս, առանց Աստծո խոսքի, առանց եկեղեցու դու չես կարա նեղդռնով մտնես ու մի հատ էլ երկինք հայտնվես։ Օրինակ, թանկագիններս, եթե մեկը ուզում է վրեժ լուծի, բայց Քրիստոսի համար ներում է, սա նեղդուրն է։ Եթե մեկի հպարտությունը վիրավորվել է, բայց չեմ բարձրացնի, ինձ դու չես բարձրացնում, օրինակ քեզի վիրավորել են, բայց քեզի չես բարձրացնում, սա նեղդուրն է։ Մեղքը հաճելի է թվում, բայց դու դրան հաղթում ես, սա նեղդուրն է։ Իմ կամքը սա է, բայց կփնտրեմ Աստծո կամքը, սա նեղդուրն է։ Ամեն թանկագիններս։ Հիմա ուզում եմ երկրորդը նայենք։ Որն է նեղդուրը, պայքարը մեղքի դեմ։ Եթե դու մեղքի դեմ չես կռվում, քո ներսի մեղքի դեմ չես կռվում, չես պայքարում, դու նեղդռնով չես կարող մտնես։ Ամեն։ Ուզում եմ բացենք Հռոմեացիս 7:15-ը։ Տեսանք Պողոս առաքյալը ինչ ասում իր մասին։ Հռոմեացիների 7-րդ գլուխ 15-ից կկարդանք 17-րդ խոսքը։ Ասում է, քանզի ինչ որ անում եմ, չեմ հասկանում, չեմ ճանաչում։ Սա Պողոսն է ասում։ Առաքյալ Պողոսը, թանկագիններ։ Այսինքն Պողոսը բաներ էր անում, ժողովուրդ ջան, որ ասում է, ես եմ։ Ասում է, չեմ հասկանում, ես ինչ եմ անում։ Շարունակությունը նայենք։ Ասում է, չէ թե ինչ որ ուզում եմ, այն եմ անում։ Հապա ինչ որ ատում եմ,
Այն եմ անում։ Պատկերացնում եք, Պողոս առաքյալը ասում է, ինչ որ իմ համար ատելի է, այդ եմ անում։ Ինչ որ ուզում եմ բարի բան անեմ, չեմ կարող անեմ։ Ես չեմ հասկանում, իմ հետ ինչ է կատարվում։ Նայեք շարունակությունը։ Ասում է, բայց եթե չուզածս եմ անում, հավանություն եմ տալու օրենքին, թե բարի է։ Իսկ արդ ոչ թե ես եմ անում, հապա մեղքը, որ իմ ներսում է բնակվում։ Հիմա թանկագիներս տեսեք, ասում է մեղքը, լսում եք, որ իմ ներսում է բնակվում։ Թանկագինս, եթե միտեղ կա մեղք, դա դև կա։ Եստեղ եք սիրելներ։ Եթե մետեղ կա մեղք, դա դև կա։ Եթե մարդը քրիստոնյայի մեջ կա դև, ինքը չի կարա բարի բան անի, որտեղ դևը թույլ չի տա։ Որտեղ ասում է ես, տեսեք Պողոս առաքյալն ասում է բնակվում է մեղքը իմ մեջ, ասում է ոչ թե էդի ես եմ այդ չար բաներն անում, հապա այն մեղքը, որ իմ մեջը բնակված է։ Հիմա հարց եմ տալ ժողովուրդ ջան, կարա լինի որ մեր մեջ մեղք բնակվի։ Հա? Կարա լինի։ Եվ ինչ է պետք անել։ Օրինակ, եթե ես մի բան ասեմ, քո տանդ մեջ մի հատ կենդանի է բնակվում, որ ինքը օծա, մի հատ օծա մտեք, քո տան մեջ բնակվում։ Դու մինչև այդ օծին քո տնի շահանես, չես կարող հանգիստ քնես։ Բա ո՞նց ալնի, որ քրիստոնյաները մեղքը իրաց մեջ հանգիստ քնում են։ Վարժվում են, սովորում են, բայց դա աննորմալ է։ Թանկագիներս տեսեք, եթե հետաքրքիր երկու բան եմ, երկու հատ ծայրահեղություն եմ ուզում ասել։ Եթե դու մարդ ես, սխալվել ես, մեղք ես գործել, ապաշխարել ես, Աստված ողորմած է, ընդունում է, դու չես գործնի քո փրկությունը։ Բայց եթե դու սիրահարված ես մեղքին եւ հաճույքով այդ մեղքը գործում ես, ասեմ դու երկինք մտնելու հնարավորություն չունես։ Աստծո ողորմությունն էլ քո վրա չի լինելու։ Լավ թանկագիններս, ես մի հատ պատմություն եմ ուզում հիշեմ, ուրեմն մի օր մեր տանը ձրմուկ էր մտել։ Մուկ չէ, ձրմուկ։ Ձրմուկ բոլորս գիտենք։ Ու գիտեք թանկագինները մինչև այդ ձրմուկին մենք մեր տնից չանեցինք, մենք չհանգստացանք։ Գիտեք ինչի համար, որովհետև եթե այդ ձրմուկը մեր տունը մներ ու մենք լինենք քնենք, գիշեր, հնարավոր է ձերմուկը մեզի վնասել ու շատ լուրջ։ Այսինքն թանկագիններս, պատկերացրեք, ես կենդանաբանի եմ զանգել, կենդանաբան ասելու մի մարդ, որով ասենք կենդանների լիզուն հասկանում է։ Զանգել եմ, ասում եմ, եղբայր տունը ձերմուկ է մտել, արեք օգնեք, անենք, չենք կարող անենք։ Կարող մոտենաս ինքը հարձակվի վրեդ։ Ու գիտեք ժողովուրդ ջան, ասեմ, աղոթել եմ, ասել եմ, Տեր Աստված, ինձ օգնա, ես հանեմ այս ձերմուկին։ Ու այդ ձերմուկի հետ խոսացել եմ, իմալ մարդու հետ խոսա։ Լուրջ եմ ասում։ Այդ բան ես դարձա կենդանաբան, սկսեցի խոսալ, իրանը կուխնուց համոզելով բերեցինք մեր միջանցք, որ մեր տունը եկեք գիտի։ Միջանցքից փռվածքի տակ էր։ Փռվածքի տակից հետո կամաց հանեցինք, ինքը լավ ասեցի հաջող։ Թանկագինս, ես մի բան ասեմ քեզի, մինչև մեղքը, որ բնակված է քո մեջ, ասեմ թանկագինս, այդ ձերմուկը մեր տունը հյուր էր։ Բայց եթե մեղքը օրե բնե, ասես մի բան ասեմ, եթե մեղքը քո մեջ բնակված է մանկությունից, դրա անելը տեն թեժ չի լինելու։ Նամանավան, որ քո նախնիները այդ մեղքը ունեցած ու այդ մեղքը դու ժառանգ ես։ Դուստեք, դա արմատներ ինքը ըտեի բնակիչ է, դու հասկանում ես։
Այդ մեղքը քո տան բնակիչն է։ Հիմի չգիտեմ, այդ մեղքի անունը դու բամբասան կդնես, այդ մեղքի անունը շնություն կդրվի, այդ մեղքի անունը գողություն կդրվի, ատելություն կդրվի, նախանց կդրվի, ցուցամոլություն կդրվի, կռվարարություն կդրվի, չգիտեմ, ինչ կդնես այդ մեղքի անունը, դու լավ գիտես։ Թե ինչ թույլ կողմեր ունես, բայց մի բան կարամ ասեմ, թանկագինս, այդ մեղքը դու քո կյանքից պետք է վռնդես։ Չգիտեմ ինչքան ջանք կգործադրվի, բայց դու պետք է հաղթես դրան։ Սա կոչվում է նեղդուխ, սիրելիս։ Եթե թանկագինս կա խոստովանության ինստիտուտ, կա խորհրդատվության ինստիտուտ, եթե դու չես կարողանում հաղթես քո մեջ բնակված մեղքին, օգնություն խնդրա։ Եթե մի երկրի դեմ պատերազմա ու զգումա պարտվում է, դաշնակից է ձեռք բերում, թանկագինս, դաշնակիցներ ունեցի, մարդիկ, որոնք կօգնեն քեզի ազատվել մեղքից, բայց մի բան կարամ ասեմ քեզի թանկագինս, եթե դու այդ մեղքը թողես քո կյանքի մեջ, դա փոխանցվելու է քո սերունդին, ու անեծքը չի կտրելու, շարունակվելու է, այդ դևերը փոխանցվելու են քո երեխեքին, հասկանում եք։ Դրա համար թանկագինս ես ուզում եմ, որպեսզի դու մեղքի լուրջ վերաբերվես, որպեսզի քո սերունդներից քանդվի աղքատության անեծքը, բաժանությունների անեծքը, շնության անեծքը, բամբասանքի անեծքը, երեխեն որ մի տան մեջ ծնվի ու բամբասանք լսա առավոտից մինչև իրիկուն, ինքը պետք է ինչ է կարծում չբամբասա, անհնար է, դա դև է, փոխանցվում է այդ երեխուն։ Ես մի հատ ընտանիք հյուրի գացա, այդ երեխեն պրոֆեսիոնալ բամբասող էր, մերը չէր կանում մեր ներկայությամբ իր երեխի բերանը փակեց։ Մի բան խոսում ենք, ռեսկի մտնում էր ինքը, այդ երեխեն, հիմի մեր այնքան ծանր ու վատ էր ասում, որ իր երեխեն կնգա նման, բամբասող կնգա։ Հասկանում եք թանկագիններս։ Ինչ եմ ուզում ասեմ, սիրելիս, որն է նեղդուռը։ Հիսուսն ասում է շատերը պիտի ուզենան ու պիտի չկարողանան մտնել նեղ դռնով։ Գիտեք ինչի համար, քո պայքարը թույլ է։ Դու մեղքի դեմ չես պայքարում ինձ եմ ոնց որ պետք է պայքարես։ Եթե քո տանդ մեջ մի հատ օծ բնակվի, դու ինչ կանես, որ իրանը քո տնից դուրս անես։ Ամեն ինչ, թանկագինս, եթե սիրելիս քո կյանք, գիտեք, ես մի բան ասեմ ձեզի, մեղքի հետ խաղ չանեք, մեղքը մարդուն կուլ տալու հատկություն ունի, կուլ չետաս երբեք ու երբեք մեղքին, փոխզիջման չետաս երբեք ու երբեք մեղքին, կոմպրոմիսի չետաս երբեք ու երբեք մեղքին, սա լայն դուռն է, Որդ ասում ես դե լավ է ինչ մեղք։ Հետո մի բան էլ կա թանկագինես, որ ուզում եմ ասել։ Ճանաչիր քո իրական թշնամուն։ Թշնամի կա, որ բարեկամի դիմակ ունի։ Ստե՞ք։ Մեղք կա, որ ինքը դե լավ է ինչ մեղք կա։ Հասկանում եք։ Մի բան ասեմ, սիրելիս, եթե դու ամբողջ ուժով պայքարես, դու կհաղթես։ Եթե դու ամբողջ ուժով պայքարես մեղքի դեմ, դու կհաղթես։ Ամեն թանկագիններ, դու գիտես ինչի համար ես կանչված, ասեմ, որ քո երեխեքի փոխանցես օրհնություն։ Դու կանչված ես, որպեսզի քո երեխեքին փոխանցես օրհնություն։ Ես որ ասում ենք մարդիկ չեն փոխվում, ինչի մասին է խոսքը։ Մարդը մեղք ունի, բայց չի կարող հրաժարվի մեղքից։ Ինչի համար արմատներ կան դե։ Մեղքի արմատներ կա թանկագիններս։ Սա նեղդուռն է։ Թշնամի կա, որ բարեկամի դիմակ ունի։ Եթե երկար ժամանակ պարտվում ես, դաշնակիցներ են պետք։ Մարդկանց դու գիտես ինչ, այնքան պետք է կռվես, մինչև դուրս գաս այդ վիճակից, ուրիշ տարբերակ չկա։ Ամեն թանկագիններս, ուրեմն կռիվ դու մեղքի դեմ։ Երրորդը որն է Աստծուն հնազանդվիր, երբ դա դժվար է։
Ուզում եմ բացենք Եբրայեցիների 5:8-ը։ Պողոս առաքյալը հետաքրքիր մի բան ասում, ուղղակի մի հատ խոսք հիշեցնեմ, ասում է Տեր ինձ կանչեց, որպեսզի ազգերին հնազանդեցնեմ։ Եբրայեցիս 5:8։ Հիմա հարց եմ ուզում տամ ձեզի։ Կարաս դու հաստատ ասես, որ դու հնազանդ ես, թե չէ։ Կաս է մարդ, որ կարա ասի, ես ամբողջովին հնազանդ եմ Տիրոջը։ Չկա։ Դե ես մի քեզի մի հատ բան ասեմ։ Առանց չարչարանքների ոչ էլ կլինի դա։ Էլի գալիս ենք չարչարանքներին։ Հիմա նայեք ինչ ասե ասում Եբրայեցիս 5:8-ը։ Թեպետ ինքը որդի է, բայց իր չարչարանքներից ինչ սովորեց։ Հնազանդություն։ Հիմա եկեք բար առ բար, այս արտահայտությունը հասկանանք բար առ բար։ Նայեք թանկագիններս, ասում է թեպետ ինքը որդի է, ում մասին է խոսքը։ Հիսուսի մասին է, ահա։ Բայց իր չարչարանքներից հնազանդություն սովորեց։ Այս 3 բառի վրա ուզում եմ ուշադրություն դարձնել։ Երբ է մարդը հնազանդվել սովորում։ Երբ որ դու անցնում ես դժվարության միջով, թանկագին ես, երբ որ քո կյանքում դժվարություն լինի, օտար բան չամարես։ Աստված քեզի ինչ որ մի բան ուզում սովորեցնի։ Հետաքրքիր մի բան եմ ուզում ասեմ, թանկագիներս, դու լայն ժամանակներում ֆինանսական առատության, երբ որ քո կյանքում ամեն ինչ խաղաղ է, ամեն ինչ լավ ընթացք ունի, շատ բաներ չես սովորելու։ Բայց ոչ էլ ասա Տեր, իմ կյանքում դժվարություն բա, Աստված գիտի երբ կբերա ու ինչ ձև կբերա։ Մարդիկ, ես մի բան եմ հասկանում։ Մարդը, երբ որ խնդրի մեջ է, խնդիր ունի, ինքը ավելի շատ է Աստծուն կանչում։ Համաձայն եք, երբ որ մարդը ընդհանրապես խնդիր չունի, ինքը Աստծուն կանչա ինչ անա։ Հա? Չի էլ հիշում։ Բա ո՞նց անենք, թանկագինես, ինչա մեր Աստված պետք է անընդհատ մեզ նեղության մեջ պահվար, իրան հիշենք։ Եկեք, թանկագիներս, օրհնված ժամանակներում երբեք ու երբեք մենք մեր Տիրոջը չմոռանանք, երբեք ու երբեք մեր գոհությունն ու շնորհակալությունը միշտ մեր շուրթերից թող որ բարձրանա երկրում։ Ամեն, Աստված սրան է ուզում հասնի։ Որ դու օրհնված ես, չմոռանաս իրան։ Մարդը ապերախտ է, թանկագիներս, օրհնվում է Աստծո կողմից, մոռանում է Տիրոջը։ Հենց որ անեծքը գալիս է, սկսում է ապաշխարել Աստծուն կանչել։ Ահա թե ինչպիսի մարդիկ ենք մենք, թանկագիններս։ Հիմա մի հատ էլ եմ ուզում ասեմ, թեպետ ինքը որդի է, բայց իր չարչարանքներից հնազանդություն սովորեց։ Չարչարանքների մեջ է մարդը սովորում հնազանդվել, ժողովուրդ ջան։ Ամեն։ Բայց մի բան էլ կա, ժողովուրդ ջան, մի բան էլ կա, ասում է Աստված ձեզի ձեր կարողությունից ավել փորձություն չի տա։ Ամեն։ Երբ կատարյալ եղավ, բոլոր իրեն հնազանդվողներին հավիտենական փրկության պատճառ եղավ։ Ուրեմն տեսեք, թանկագիններ, կատարելությունը գալիս է դժվարությունների ժամանակ։ Ամեն։ Անցնենք առաջ, սիրելիներ։ Որն է նեղդուրը։ Ոչ թե մարդկանց հավանությունը փնտրել, այլ Աստծո կամքը։ Եկեք Գաղատացիս 1:10 բացենք։ Գաղատացիներ առաջի գլուխ 10-րդ խոսքը։
Հիմա տեսեք ինչ, հիմա ասեցեք ինչ ասում Պողոս առաքյալը։ Ասում է, քանզի հիմա մարդիկ կհաճեցնեմ, այսինքն մարդկանց հաճելի կլինեմ, թե Աստծուն։ Կամ մարդկանց հաճելի լինել կփնտրեմ։ Քանզի եթե ես տակավին մարդկանց հաճելի լինեի, Քրիստոսին ծառա չէի լինի։ Հիմա թանկագիններս ասեմ ձեզ, ինչա քրիստոնեական կյանքը։ Դա ջրի հոսանքին լողալու նման հակառակ ջրի հոսանքին հակառակ լողալու նման մի բան է։ Այստեղ եք, որովհետև ձեզի կհալածեն։ Որովհետև երբ որ դու աշխարհին չես նմանվում, սկսում են բամբասել, նախատել։ Ամեն թանկագիններս։ Սա է նեղ ճանապարհը, ժողովուրդ ջան։ Նեղ ճանապարհի օրինակներն են։ Ներել երբ դժվար է, ապրել սրբությամբ, ճշմարտությունը պահել, ծառայել առանց փառք փնտրելու, ծառայել, կրել փորձությունները հավատքով, սիրել Աստծուն ամենից վեր։ Ամեն ժողովուրդ ջան։ Հիմա ես ուզում եմ վերադառնալ Ղուկասի 13:24։ Ես ուզում եմ ամբողջությամբ կարդանք։ Նայեք ինչ ասում։ Ղուկաս 13:24-ը։ Այս հատվածը, որ Հիսուսը պատմեց, մենք մի նախադասություն ընդհանրապես սերտեցինք։ Ղուկաս 13:24-ը։ Նայեք։ Ղուկաս 13-ի։ Նայեք ինչ ասում։ Ասում նա էլ ասավ, ջանացեք, որ նեղ դռնից ներս մտնեք, քանզի ասում եմ ձեզի, թե շատերը մտնել պիտի ուզեն ու պիտի չկարողանան։ Նա էլ նրանից հետո, երբ տանտերը ելնի, դուռը գոցի, եւ դուք դուրսը մնաք, գիտեք ինչա նշանակում, տանտերը ով է։ Հիսուսն է։ Ասում է, երբ ելնի ու դուռը գոցի եւ դուք դուրսը մնաք։ Սա գիտեք ինչա նշանակում։ Արդեն որ դատաստանի օրն է ու դուք վсё դուրս մնացին։ Կամ ասենք մարդը մահացավ հանկարծակի ու մեղքերի մեջ մահացավ։ Եվ սկսեք դուռը զարկել եւ ասել. Տեր, բաց մեզի։ Նա էլ պատասխան պիտի տա եւ ասի. Ես ձեզի չեմ ճանաչում, որտեղից եք դուք։ Ինչի համար։ Որտեղ նեղ դռնով ժողովուրդ ջան չմտանք։ Այ հիմի է ժամանակը նեղ դռնով մտնելու։ Նա էլ պատասխան տալով պիտի ասի, ձեզի չեմ ճանաչում, որտեղից եք։ 26-րդ խոսքը լսեք ինչ ասում։ Այն ժամանակ պիտի սկսեք ասել. մենք քո արջևիցդ կերանք, մենք քո արջև կերանք։ Սա գիտեք ինչա նշանակում։ Մենք քո արջև կերանք։ Որ Հիսուսի հետ անմիջապես հացին սեղանին նստե։ Այսինքն եկեղեցի գալացողների մեր մասին է խոսքը, ժողովուրդ ջան։ Երբ որ մենք գալիս ենք եկեղեցի, շփվում ենք, սրճում ենք, Աստծո խոսքով կիսվում ենք, ասում եմ մենք քո արջև, այսինքն մենք սովորել ենք Աստծո խոսքը։ Մենք քո արջև այդ կերանք եւ խմեցինք, դու մեր փողոցների մեջ մեզ սովորեցրեցիր։ Համաց ենք Հիսուսի հետ, համ էլ Հիսուսի սովորել են։ 27-րդ խոսքը։ Բայց նա պիտի ասի, ձեզի ասում եմ, ձեզի չեմ ճանաչում։ Գիտեք ինչի համար ասում ձեզի չեմ ճանաչում։ Որովհետև մարդիկ փոխտիչման գնացին մեղքի։ Որտեղից եք։ Մի կողմ գնացեք ինձանից բոլոր անիրավություն գործողներ։ Ինչ է նշանակում անիրավություն, ժողովուրդ ջան։ Երբ որ մարդը ապրում է Աստծո կամքի հակառակ, սա անիրավությունն է։ Ամեն։ Ուրեմն տեսեք թանկագիններ, Աստծո կամքը իմանալ եւ չկատարելը դա մեղք է։
28-րդ խոսքը ասում է. այնտեղ պիտի լինի լաց եւ ատամների կրճտոց։ Երբ տեսնեք Աբրահամը եւ Իսահակը եւ Հակոբը բոլոր մարգարեները Աստծո թագավորության մեջ եւ դուք դուրսը մնացած։ Ես ասեմ թանկագիրներ, հետաքրքիր մի բան եմ ուզում ասեմ։ Աստված ամեն ինչ անելի է, որ դու փրկություն ունես։ Ամեն ինչ Աստված անելու է, բայց եթե դու Քրիստոսին մերժես գիտակցաբար, ընտրես մեղքի կյանքը, դու երկինք մտնելու բացարձակ հնարավորություն չունես։ Իններորդ խոսքը ասում է. այստեղ պիտի գան արևելքից, այսինքն դրախտում, պիտի գան արևելքից, արևմուտքից, հյուսիսից, հարավից, պիտի բազմեն Աստծո թագավորության մեջ եւ պիտի գտնվեն հետիններ, որոնք առաջիններ պիտի լինեն եւ առաջիններ, որոնք հետիններ պետք է լինեն։ Ամեն թանկագիններս։ Հիմա սիրելներ, ուզում եմ եւս մի տեղ ես կարդամ, որից հետո մենք կավարտենք։ Այսինքն սիրելներ, ոչ թե ինչ է նշանակում ջանալ, մենք ոչ թե պետք է փորձենք, այլ ամբողջ սրտով պայքարենք երկնքի արքայություն մտնելու համար։ Ամեն։ Պայքարել, ինչ է նշանակում ջանալ։ Ասում ջանացեք։ Պայքարել, մեծ ջանք գործադրել, մրցել եւ ամբողջ սրտով ձգտել հաղթանակի։ Ուրեմն տեսեք, ով որ ջանած կմտնի, ով որ չջանած չի մտնի։ Ինչ է նշանակում ջանալ, պայքարել, մեծ ջանք գործադրել, մրցել, ամբողջ սրտով ձգտել հաղթանակի։ Եթե դու ամբողջ սրտով ձգտես հաղթանակի, դու կունենաս հաղթանակ։ Եթե ամբողջ սրտով չձգտեցի, դու չես ունենա։ Մրցել, մեծ ջանք գործադրել ու պայքարել։ Հիմա թանկագինես, ով է հաղթում։ Ով որ կռվում է, ով որ պայքարում է, ով որ պատերազմում է մեղքի դեմ։ Ամեն թանկագիններս։ Ես ինչ եմ հորդորում, որ դու անտարբեր քրիստոնյա չլինես սիրելիս։ Ամեն։ Առանց Աստծո խոսքի մենք չենք կարող ապրել։ Եվ ամենավերջի տեղը ուզում եմ կարդալ, որից հետո մենք կաղոթենք։ Մատթեոս 7:13 7:10 7:13 Ալելույա։ Ասում նեղ դռնով ներս մտեք։ Քանի որ լայն է այն դուռը եւ ընդարձակ այն ճամփան, որ դեպի կորուստ է տանում։ Եվ շատվոր են նրանք, որ այնտեղից մտնում են։ Լսեցիք։ Ուրեմն տեսեք, շատերն են, որ ընտրելու են լայն դուռը։ Լայն դուռը մենք արդեն հասկացանք ինչն է։ Նեղ դուռն էլ հասկացանք ինչն է։ Ասում է լայն է այն դուռը եւ ընդարձակ այն ճամփան, այսինքն ընդարձակ գիտեք ինչ է, լայն դուռ գիտեք ինչ է, որ մարդը ինչ ուզում են անում։ Որ ապրում է մարմնի ցանկություններով, որ ապրում է Աստծո կամքին հակառակ, որ ապրում է այն ձև, ոնց որ աշխարհն է ապրում։ Սա լայն դուռն է։ Եվ ասում է շատվոր են նրանք, որ այնտեղից մտնում։ Գիտեք ում մասին է խոսքը։ Հավատացյալների։ Աշխարհի մասին չէ խոսքը։ 14-րդ խոսք։ Քանի որ նեղ է այն դուռը եւ նեղված է այն ճամփան, որ դեպի կյանք է տանում։ Ով է ուզում կյանքը մտնի։ Բոլորովս չէ, ով է ուզում կյանքը մտնի թանկագիններ, բոլորովս չէ, նեղը այն դուռը եւ նեղված այն ճամփան, որ կյանք կտանի։ Ինչ նկատի ունի ասելով նեղ ճանապարհ։ Շատ բաներ
քեզի չի կարելի։ Շատ բաներ։ Նեղվածքյան ճամփան, որ դեպի կյանք կտանի, եւ քչվոր են նրանք, որ նրանք կգտնեն։ Քչվոր։ Այսինքն թանկագիներս գիտեք, Աստված զտելու է։ Տես որ թանկագինս թեթև չգտնվես։ Ամեն։ Հալելույա։ Հիմա սիրելիներս, ես ինչ-որ պարտավորի ձեզի ասելու, ասեցի, բայց մնացածը դուք եք որոշում։ Եթակ նեղ ճանապարհով, թե լայն ճանապարհով։ Քրիստոսը ասավ, ես եմ դուռը։ Ասավ։ Եվ այդ դուռը նեղ է։ Հալելույա։ Թանկագինես մի բան ասեմ։ Դու ունես խիղճ, Աստված դրել է խիղճը քո մեջ։ Դու գիտես, հենց որ մի բան սխալ անում ես, քո ներսում մի բան ինչ որ մի բան կատարվում է քո մեջ։ Դու զգում ես, որ այդ մարդու հետ այդ տոնով պետքա չխոսայիր։ Ասենց իլեր է քո հետ։ Թանկագիններս հորդորում եմ, որպեսզի Քրիստոսի կերպարանքը ունենանք, նրա նմանությունը ունենանք եւ այս աշխարհին բացարձակ չնմանվենք։ Ամեն։ Հետո մի բան եմ ուզում ասեմ։ Մի հատ մեծական խոսք կա, չէ՞, ասում է, ասա ով է ընկերդ, կասեմ դու ով ես։ Մարդուն շատ ժամանակ ճանաչում են իր շրջապատով։ Դու ունեցի հոգևոր ընկերներ։ Հոգևոր մարդկանց հետ ընկերություն ա։ Դու ես ընտրում քո ընկերներին։ Քո ընկերները քեզի չեն ընտրում։ Ամեն։ Հոգևոր մարդկանց հետ շփվի։ Քո իստորիաներով հոգևոր բաներ տարածա, թանկագինս։ Քո, չգիտեմ, ընկերներին հոգևոր բաներ փոխանցա ինտերնետում։ Լավ թանկագիններս։ Չեմ ուզում ուրիշ թեմաների մեջ շեղվեմ, այս նոտայով ուզում եմ աղոթենք։ Լավ։